Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանում ազատագրման 20-ամյակ են տոնում։ Տոնում են միասին բռունցքված ու կարճած հայրենի լեռնաշխարհին։ Ճիշտ այնպես, ինչպես 2 տասնամյակ առաջ վերջնականապես ազատագրեցին իրենց գյուղերը ազրիներից։ Նրանք այսօր էլ շարքում են եւ պատրաստ անհրաժեշտության դեպքում կրկին կանգնել հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Դե կարծում դա այդ հարցը Ղարաբաղցուն տալ պետք չի։ Ղարաբաղցը ամենագնալով է, մեծ կուճուր կարող է տայական են, ամենագնալով է, տակապ չունի։ Հանդիսավոր միջոցառումը խնկարկման արարողությամբ է մեկնարկում հարգանքի տուրք Բերդաձորի ազատագրման համար նահատակված հայ որդիների հիշատակին։ Քսան տարի անցել, ինչ իրենց սխրագործությամբ ազատագրվեց այս ենթաշրջանը մեր հայրենիքի մեկ գողտրիկ եւ գեղեցիկ մասը։ Անգնահատելի իրենց գործը, որովհետեւ ամենաթանկակինը խոնարհեցրեցին Աստծո եւ հայրենիքի առջև այս պայծառ եղանակի համար, մեր խաղաղ կյանքի համար, մեր մանուկների համար։ Բերդաձորի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ եւ մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար նախագահ Բակո Սահակյանը մի խումբ երախտավորների հանձնել է պետական պարգևներ։ Արմո Մկրտչյանը պարգևատրվում է մարտական ծառայություն, Հրաչիկ Աբրահամյանը եւ Մանվել Սարգսյանը Շուշիի ազատագրման համար մեդալներով։ Պարգևներ ու թանկարժեք նվերներ ուներ նաեւ Արցախի ազատամարտիկների միությունը։ Շատ դժվար էր բերդաձորցիների համար եւ շրջապատված էին մոտ 120,000 ադրբեջանցիներով եւ Քաշաթաղի շրջաններ եւ Շուշիի շրջանը եւ Կուբատլու եւ Զանգելան, որոնք որ այդ ժողովուրդը կարելի ասել որ հերոսաբար այդ ժամանակահատվածում 88-91 թվականին գոյատևեցին։ 1991 թվականին Բերդաձորի ենթաշրջանի գյուղերի բռնագաղթից հետո Վլադիմիր Կասյանի նախաձեռնությամբ ենթաշրջանի երիտասարդներից կազմավորված կամավորական ջոկատը մասնակցել է մի շարք պաշտպանական եւ հարձակողական ռազմագործողությունների, այդ թվում ենթաշրջանի ազատագրմանը։ 1993 թվականին կազմավորված Շուշիի պաշտպանական շրջանի 51-րդ հարվածային գումարտակի հրամանատարն այսօր հաղթական տրամադրությամբ է մասնակցում տոնակատարությանը։ Իհարկե եւ 20 տարի առաջ եւ այս 20 տարիների ընթացքում տարեստարի ավելի ենք ամրակազմում, ավելի ենք մեր արմատներ ավելի խորն է այս հողի մեջ ամրանում եւ 20 տարի առաջ երբ որ այս նույն տեղում եկել ենք կանգնել ենք շատ հարազատ, հոգեհարազատ էր, որ թեկուզ մի տարի էր անցել ընդամենը, բայց կարծես թե հարյուրավոր տարիներ անցել, որ գյուղը չէինք տեսել, այս բնությունը չէինք տեսել։ Բերդաձորցիների հետ ազատագրման 20-րդ տարեդարձի բերկրանքը վայելում են նաև գայլավաշտի տղաները։ Նրանք էլ 20 տարի առաջ առանձնակի խանդավառությամբ էին մասնակցում ենթաշրջանի ազատագրմանը։ Առաջ օրվանից մասնակցել ենք ողջ Բերդաձորի ազատագրման եւ ողջ շարժմանը։ 4 տարին մենք մասնակցում ենք այս մեր Բերդաձորի եղծող գյուղի ուրախությանը եւ բոլորի շնորհավորում ենք ամբողջ Բերդաձորի ենթաշրջանի բոլոր մեր հարազատներին։ Բերդաձորի ազատագրման համար նահատակված 53 տղաների հուշարձանի մոտ այսօր նաեւ յուրատեսակ երթման արարողություններ։ Այսօրվա սերունդն է պարտավորվում պաշտպանել ու զարգացնել հայրենի եզերքը։ Սամվել Բալայան, Արտավազդ Գրիգորյան, օր։